Պարոն Աբրահամյան, անդրադառնալով ձեր վերջի մտքին, ձեր ներածական խոսքի, Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ես չեմ ասում արցախցիներն են փախել, ասում եմ Ղարաբաղի էլիտան է փախել, ինչպես կանդրադառնաք այս մտքին։ Գիտեք, Փաշինյանը արտաքուստ, որ մի հատ ինչ-որ պահի կարծես թե պատասխան էր գտել, դա իր ներողություն խնդրել էր հրապարակային, թեև դրանից հետո հետևեց իր հետ աֆիլացված անձանց եւ նաեւ լրատվամիջոցների հարձակմանը, կոնկրետ մետրոյի միջադեպով, բայց ես առնվազն այդ մասով որոշակի լավատեսություն ունեի, որ գոնե այդ փուլում թեման այլևս չի շարունակվի, բայց գիտեք, կարելի է տարբեր փուլերում ըստ իրավիճակի գնահատել, թե փախուստի դիմացները կամ փախուստի դիմողները ովքեր են իրականում եղել։ Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից եւ կոնյունկտուրայից ելնելով փախչել է առաջին հերթին իր սկզբունքներից, իր մոտեցումներից։ Հենց մենակ այն հանգամանքը, որ նույն Արցախի հետ կապված Փաշինյանը 3 անգամ դիրքորոշում է փոխել 2018-ին հավաստիացնելով, որ իր մոտեցումները հիմնված են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, 19-ին ինքը Արցախը Հայաստան էր հռչակում համարելով, որ Արցախի ապագան Հայաստանի հետ է, իսկ հետո սկսեց հավաստիացնել մարդկանց, որ ճիշտ ճանապարհը դա Արցախի ադրբեջանացումն է։ Իդեպ մի զավեշտալի բան էլ այս մասով գրանցվեց։ Կար մի ժամանակ, երբ որ հիշում եք տարբեր պաշտոնատար անձենք նույնիսկ վախենում էին Արցախ բառը արտահայտելու, այն մարդիկ, ովքեր Արցախ էին արտահայտում, հետո արագ իրենց ուղում էին ներողություն էին խնդրում նույնիսկ Արցախ բառը օգտագործելու համար։ Նույն մետրոյում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Արցախ ձևակերպում էր օգտագործում, բայց այդտեղ մեծ առումով խնդիրը որն էր Արցախի սահմանադրության մեջ Արցախի հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այդ հասկացությունները դրանք նույնական են եւ այս տեսանկյունից այդտեղ երկիմաց որևէ բան նույնիսկ չի էլ ստեղծվում։ Եթե վերադառնամ ձեր ասած ձեր հարցադրմանը, ապա գիտեք, երբ որ մարդը պարտվում է, երբ որ մարդու քաղաքական գծի կամ նրա քաղաքական ուժի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, անհետ կորածները, գերեվարվածները, տարածքային կորուստները, երկու ճանապարհ ունի, կամ ներողություն խնդրելու, հրաժարական տալու, սպասելու, թե իրավական ինչ պրոցեսներ կլինեն իր այս կամ այն գործողության հետ կապված, կամ անարդյունք պայքարելու, փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների եւ ողբերգության շղթայի հետ որևէ առնչություն չունի։ Փաշինյանը ընտրել է երկրորդ անարդյունք ճանապարհը, որը իրեն որևէ լավ տեղ չի տանելու։